Բարև ձեզ, դեռևս մայիս 26-ն է, երկրորդ վիդեոն եմ նկարում, ավելի կարճ կլինի, ուրեմն հետաքրքիր զարգացումներ եղան, երևի փորձեմ սա ավելի առաջ դուրս կգա, երևի քան թե հիմնական մասը, որ ավելի երկար, ավելի խորն անալիզը, բայց ինչն էր հետաքրքիր, որ այդ վիդեոյի մեջ ես ասում եմ, որ Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան եւ տեսնենք ինչ հետաքրքիր բաներ է ստորագրելով։ Վստահ եմ, որ այդ տրիպի հետ կապված է եւ ընդհանուր հարաբերությունների ավելի զարգացման հետ կապված բաներ կան եւ այլն, բայց մի ավելի կոնկրետացավ էս հիմա ինֆորմացիան եւ դա իրականում շատ հետաքրքիր է, որովհետեւ սա լուրջ բան է, շատ կարճ ժամանակ ինքը եղավ Հայաստանում։ Ինքը մեծ միսիա ուներ, որ գնացել էր Հնդկաստան, հիմնական բանը տեղ էր Հնդկաստանից ու ուղղակի եկավ Հայաստան։ Եվ կարևոր բաներ ստորագրեցին Միրզոյանի հետ միասին։ Ամենաեականը ամփոփած ասեմ ձեզ, որ այն էր, որ արդեն գիտեք, որ ստրատեգիական ուրեմն partnership-ի փաստաթուղթ կար, հիմա դա ավելի են զարգացնում, ավելի են խորացնելու։ Հիմնականում դրա մեջ արդեն մտնում են ոչ թե միայն հակատերորիստական training-ը, որ անում էին Kansas-ի National Guard-ի հետ միասին, այդ բանի վրա էր։ Հիմա արդեն ոչ մի բանով չեն քողարկում, ավելի ուղարկի ասվում է, որ փորձելու են ամեն ինչ անելու են, որպեսզի հայկական ռազմական ուժերը զարգանան, կարողանա Հայաստանը ավելի անկախանա ազատվի ռուսական սահմանապաններից եւ ռազմական ուժից, այսինքն դիմավորը սենց ասեն ռուսականի մասին չի խոսում, բայց սահմանապանների մասին նշվում է, որ եւ որ կարողանա դիմադրել արտաքին սպառնալիքներին։ Ադրբեջանը դա մեջն է մտնում իհարկե եւ առաջին հերթին։ Սա էլ իհարկե շատ կարևոր հանգամանք է, բայց նույնիսկ դեռ նշվում է, որ պետքա հայկական եւ ամերիկյան ռազմական ինդուստրիալ կոմպլեքսները համագործակցեն, շնակմա միասին զինատեսակներ արտադրեն կամ ինչ-որ բաներ փոխանակեն, technical բաներ փոխանակեն իրար հետ։ Եվ պետքա ինվեստիցիաներ լինեն, այսինքն ներդրումներ լինեն հայկական զենքերի արտադրության մեջ, հայ զինվորականության կամ ռազմական ուժերի մեջ, իրար հետ տրեյնինգ են անելու, իրար հետ մարզվելու են, իրար հետ սովորելու են, հայերը կարող են հայ սպաները, զինվորականները սովորել Միացյալ Նահանգներում, խոսքով ռազմական իմաստով սա շատ մեծ կարևոր քայլ էր։ Ֆորմալացվեց մի բան, որի մասին կարող է միայն ենթադրել կամ երազել կամ ենթադրություններ անել, որ սա տեղատանելու։ Հիմա արդեն այսօր մի մեծ քայլ առաջ էր դեպի դա, որ անցան խոսքից ավելի շատ ավելի գործի։ Եվ այս երկկողմանի bilateral կոնսուլտացիաների անվան տակ իրար հետ պետք է փոխանակեն information, իսկ ովքեր տես բաներ։ Military industrial complex-ի մասին եմ խոսում, նորից դա լավ բան է, միշտ ասում եմ ես, որ վատա որ փոքր երկիր է, բայց չի արտադրում բավարար չափով, ասենք իր համար ռազմական ոնց որ Ամերիկան հիմա կօգնի, որ արդեն ավելի շատ արտադրվի, ավելի շատ արվի, cyber security-ի մասին խոսեցին, հա, կիբեր ապահովության հարցի մասին էլ կար այստեղ խոսված էր, որը շատ էլի կարևոր է, որովհետև փորձը ցույց է տվել, որ եթե այդ ապահովությունը չկա, երկիրը շատ խոցելի վիճակում է գտնվում։ Ամեն ինչ այսօր կախված է cyber-ից, կախված է կոմպյուտերային կապերից, երբ որ միանգամից անջատվում են հանգարց քո հեռախոսները, որովհետև այդ ասենք ռաութերները կամ կոմպյուտերները, որոնք կառավարում են քո ուրեմն սիգնալները, հեռախոսային կապը, ինտերնետային կապը, ունակի համար աշխատում է, երբ որ Wi-Fi ունես, բայց փողոցում չի աշխատում, դա ինչի համար այդպես լինում, երբ որ առաջ դա շատ լավ աշխատում էր, հա, շատ հանգարց թուլացավ սիգնալը, ասենք թե Հայաստանում կամ բան։ Խոսքով այս բաները շատ քրիտիկական են, ես cyber-ը համարում եմ ամենակարևոր բաներից մեկը։ Եվ դրա դեմ, այսինքն բան չկա, կոմպյուտերային կապը արբանյակների միջոցով կամ ինչի միջոցով, օրինակ Ռուսաստանը
անցել քանի որ Իլան Մասկի այդ բանը չունի այլևս հնարավորություն վրա արբանիկային կապը, որ ինքը գործածում էր, հիմա անցել են հետ հին սիստեմին, որ պետք է աշտարակներ լինեն ամեն մի, ասենք թե քանի կիլոմետրը, որ իրանք ռադիոսիգնալը ուժեղացնեն եւ փոխանցեն հաջորդ աշտարակին, այսպես ասած, վերադառնում են 20-րդ դար, հա, այդ սիստեմին են անցել։ Դե իհարկե դա խոցելուց ձև է, երբ որ հույսը տնես քո ռազմական կապերը ոչ թե արբանյակային լինեն կամ ասենք թե պետք է մտես նորից հին սիստեմի մեջ, բայց իմաստով Հայաստանը փոքր երկիր ավելի, բայց նորից շատ հեշտությամբ կարելի է խոցելի սարքել։ Ինչպես օրինակ Ռուսաստանի հարձակումը կիբերնետ Էստոնիայի վրա, սրանից արդեն քանի տարի առաջ, եւ էստոնացիները մեջ դաս դրանից սովորեցին, որ ամպային ողջ բանկային համակարգը կանգնել էր, ամբողջ տրանսպորտը խառնվեց իրար, կանգնեց իր տոթային տրանսպորտը, ճանապարհները եւ այլն, հիվանդանոցները, դուք պատկերացրեք, թե ինչքան հեշտ կարելի է այս բոլորը, եթե ոչ մի հիվանդանոցում կոմպյուտեր չի աշխատում, եթե ոչ մի ընդունումներ չեն կարող կատարեն, գրանցումներ չեն կատարում, կարելի չեմ ասում, բժշկական բաները չեն կարողանում ապարատուրան աշխատի properly եւ այլն։ Եվ այս բոլորը իհարկե շատ կարեւոր է, հիմա եթե սրա մեջ մտնում է, որ պետք է միասին գործակցեն, որ Հայաստանը ավելի ապահով դառնա, այդ իմաստով դա շատ լավ բան է։ Խոսքը իհարկե տեղ նաեւ գնում է, որ այս խոսեն ոչ թե միայն սայբերի եւ ռազմական հարցերի մասին, բայց այլև բիզնեսների միջև կապ լինի, technology development, Հայաստանը ինչ որ հաբի պես մի բան սարքեն, այսինքն հանգուցային կետ, որտեղ պիտի զարգացնեն այս տեխնոլոգիաները եւ Հայաստանը ավելի զարգացած technological կենտրոն դառնա ընդհանուր ամբողջ տարածաշրջանի համար եւ կարողանա ավելի արդյունավետ իր հարցերը լուծի եւ համագործակցի, որտեղ պետքա ինչ ձևով որ ինչապով պետքա ուրիշ երկրների հետ։ Սա անկել շատ կարևոր բաներ են, ուրեմն եւ ինչպես նաեւ ինֆորմացիայի փոխանակություն, sensitive information-ն ասում, սրանք հետախուզական կամ ոչ, դրա տակ ինչ ուզում եք հասկացեք, այսինքն այդտեղ եթե դրա մասին արդեն գրել են, նշանակում է դա շատ ինչ-որ բան չեն փորձում ձևեր թափել, ինչ-որ բան թաքցնել։ Հսկայական կարևոր ֆակտոր է սա, մենք տեսանք նորից դրա արդյունքը, որ օրինակի համար Իսրայելը առանց կամ ընդհանրապես եվրոպացիները ամբողջ ՆԱՏՕ-ն առանց ամերիկյան հետախուզական օգնության չէր կարողանում ելոգնել, ընդհանրապես դա հայտնի բան է։ Եվ իհարկե, եթե պիտի ունես մի վիճակում, որտեղ քո թշնամիդ ավելի ռեսուրսներ ունի դրամական իմաստով եւ ընդհանրապես առնելու ամեն տեղից, հա, լինի նա հյուսիսից կամ հարավից, չեմ ասում Իսրայելից կամ Մոսկվայից եւ արմենիական ինֆորմացիա հետախուզական եւ բան, պետք է որ Հայաստանն էլ մի տեղ ունենա գնալու եւ Հայաստանը Ռուսաստանը հետախուզական տվյալների փոխանակման հարցը Ադրբեջանի հետ աստորագրել այդ պայմանագիրը, չէ, ոչ թե Հայաստանի հետ։ Դե սա շատ լավ բան է, որ այս էլ գոնե գավ այդ բացը ինչ-որ չափով փակի։ Իհարկե սա լինում է, որովհետև նաև լուրջ են ընդունում իրենց ներդրումները, որ պետք է կատարվեն եւ դրա մասին էլ խոսվել է իհարկե այդ հազվագյուտ մետաղների եւ ընդհանրապես ռեսուրսների հետ կապված, որ լինի Հայաստանում դա միջուկային, այսինքն ատոմակայանների հարցն է եւ ընդհանրապես հանքային ինդուստրիայի եւ այլն։ Եթե պիտի անես այդ բոլորը, դա այդ բոլորը պետք է պահել, նշանակում է իրենք արդեն շահագրգռված են, որ Հայաստանը լինի ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն, ավելի ճշումներին կարողանա իր հարևաններից ճշումների մասնախոսքը դիմադրի հեշտությամբ կամ ավելի լավ եւ ազատորեն կարողանա մասնակցի այս տնտեսական զարգացման բոլոր պրոյեկտների մեջ, երբ որ
զանգեն տալիս ասում են չէ պետք է եվրոպական ծրագրերից կամ Եվրոպական մտնելու կո ծրագրերից հրաժարվես, մենակ մեզ հետ պետք է անես, մերը պետք է առնես, սա մերն դե վերջում այսպես է գոնե սա այդ հնարավորություն ատալի որ ընտրություն ունենաս եւ ավելի լավ տեխնոլոգիա առնես ոչ ոք չի ստանում երևի վիճի որ լինի դա բանի ասենք կապի հետ կոմպյուտերներ լինեն կամ հեռախոսներ լինեն կամ ինչի մասին բարձա չէ որտեղից պետք է առնես բարձա դրա ամբողջ զարգացումը որտեղ է գնում մի հատ սելֆոն չեն կարող արտադրեն իսկ ինչի մասին ենք խոսում Ետ դեպի 20-րդ դար, ետ դեպի 19-րդ դար, որ ինչ լինի։ Ասում եմ, որ կարանային իրանք իրանց կոգնեին, հա։ Այս իհարկե ռուսների մասն եմ ասում, բայց դա նշանակում է նաև իրենք ոչ թե միայն չեն կարող քեզ օգնել, իրենք չեն ուզում քեզ օգնել։ Իրանք համարում են, որ դու Հայաստան այդքան չարժ ես, ակուդավի դենիզից դու կարաք տենց էլ ապրեք, ինչքան որ ցես տալիս եք։ Սա չտեսնված իհարկե եւս մի անգամ քայլ է նրան, որ կա որ կարելի է գնալ, ինչպես եւ այլն։ Մի խոսքով չտեսնված լավ լուր է սա, դետալներ իհարկե դեռ նոր դուրս եկավ այս ամբողջ այդ մարդը նոր թռավ Երևանից երևի, շատ ավելի հետաքրքիր ասենք թե կամ մանրամասն դետալներ կիմանանք որի վրա կարելի է իհարկե կառուցել ավելի հետաքրքիր բաներ անել, բայց ինձ համար ամենահետաքրքիրը բացի այն, որ իհարկե ռազմական համագործակցությունը պետք է մեծանա, դա ռազմական ինդուստրիայի հարցն է, որ պետք է ներդրվի եւ հայերի հետ պետք է համագործակցությամբ աշխատեն, դա չտեսնված բան է, ինչ բնակավարում կոնկրետ կլինի դա դրոնների թե ինչ որ կոմպյուտերների կամ ինչի հետ կապված դարտենի քրթական հարց է Չնայած ես կարծում եմ, որ սա կապված առնելու սայբերի հետ, այսինքն Հայաստանի այդ ֆորտեն ասենք այդ ուժեղ կողմը պետք է համարում եմ, որ արժի դրա մեջ ներդնել եւ դա տեսնել որպես դրական բան, որի հետ կարելի է գործակցել։ Սա ենթադրություն եմ անում, well educated guess ասում են սրանք ամերիկացիները based on previous բաների եւ այն փողը որ դրել են որ ներդրումները պլանավորում են անել դրա հետ կապված է բնականաբար digital environment մի խոսքով սա ինձ համար ամենահետաքրքիր եւ կարեւոր բանն եմ համարում ռազմականի հետ միասին կարճ չկա բայց սա նաեւ կապում է քաղաքական մասի հետ նորից ոչ ոք քեզ ռազմական օգնություն կամ սայբեր օգնություն չի տալիս եթե համարում է, որ դու թշնամու գրպանում ես։ Եթե համարում է, որ դու անհույս ասենք թե տարբերակ ես, հա, քեզ վրա ինչի պետք է մեր կան ինվեստմենտ անեն։ Դա լավ նշան է իհարկե։ Հիմա մեկը կարող է ասի սա ինչ որ անում են որպեսզի Փաշինյանը ընտրվի կամ որպեսզի ինչ որ բան անեն ընտրություններից առաջ, well, whip-dee-doo, ինչ լավ, եթե գործանում են, թող անեն, ինչի համար են անում այդքան երկրորդական հարցն արդեն դառնում։ Բանի հետ չեն, Սերժի հետ չեն ստորագրելու կամ բանի հետ, ասենք թե, հա, Կարապետյանի հետ կամ չգիտեմ Քոչարյանի հետ։ Պարզավոր չէին անելու, ում հետ պիտի գրվեին, ում հետ պիտի օգնեին, ում պիտի ստորագրեին, ում հետ։ Մի խոսքով սա հասկանալի է։ Բայց դա որոշ բան է իհարկե իրանք ուզում են ասեն դրանով որոշ բան հայ հասարակությանը, բայց այստեղ պրակտիկ գործնական քայլեր են կատարվում։ Եվ ոնց որ այդ մյուս ավելի երկար վիդեոյից մեջ եմ այնտեղ բացատրում, այդ քայլերը էլ ոնց անեն։ Այն ինչ է ուզում լինի, որ ավելի պարզ դարձնեն, հա, այդ խոսել չի սա միայն այլևս։ Մի խոսքով, մա չեմ ուզում կրկնեմ այդ հիմնական վիդեոյի որոշ բաները, որ ասել եմ այնտեղ տեսերը, բայց սա եկավ ապացույց դրան։ Մի խոսքով շատ ուրախ եմ։ Ես խոսամ առանձին Հնդկաստանի Ամերիկայի հարաբերությունների մասին, ասեմ, որ այս հանդիպումը Հնդկաստանի համար իհարկե շատ կարևոր է, որ նույնքան կարևոր է Ամերիկայի համար եւ դա եղավ, որովհետեւ Չինաստանի հետ շատ հաջող չի լինում հարաբերությունները։ Եվ ստիպված եղան իսկույն ստուգելու Ռուբիոյի ուրեմն ճամփորդության իմաստը դա էր, թե արդյոք Հնդկաստանը
ինչպես ասա նայում Ամերիկայի հետ հարաբերություններին կարող են նրա վրա հենվել թե չէ։ Հնդկաստանը իհարկե շատ լավ հասկանալով ինչ կատարվեց Չինաստանում Թրամփի վիզիտից հետո շատ այդպես բան չի իրեն ծանրապահում, այսպես ասենք, ծանրավաճառում իր կողմը, իր հարցերը եւ շատ ասենց ասած ցիտվող բաներից մեկն է, որ ոնց որ Թրամփն ասում America first, առաջին հերթին Ամերիկայի շահերն է մեզ կարևոր բան, Հնդկաստանը ասած մենք հետ քաղաքավարի ձևով մտածում ենք բնականաբար, որ Հնդկաստանը առաջին հերթին պետք է մեր շահերը նայենք եւ այլ։ Այսինքն եթե դու կարծում ես, որ մենք ծրի բաներ ենք անում այստեղ քեզ համար, լավություն, հա, բայց առաջինը Հնդկաստանի համար պետք է ասա փող շահավետ լինի, այսինքն Հնդկաստանը գիտեք լավ վառելտուրանող են հնդիկները եւ էժան չեն ծախելու իրենց դիրքորոշում Միացյալ Նահանգների հետ, բնականաբար այստեղ իրենց հարաբերությունները Չինաստանի հետ, եթե չասեմ բացեբաց թշնամական են, համենայն դեպս ամենամեծ հակառակորդն է համարվում Չինաստանը իրանց համար, այսինքն մենք բոլորս մտածում ենք, որ Պակիստանն ու Հնդկաստանն են իրար ողերին թշնամիներ, բայց Պակիստանը ոչ մի ձևի չի համատվի հնդկական ընդհանուր հզորության հետ։ Այո, մի կերպ ուրեմն ստացան միջուկային զենք եւ դրանով կարողանում են զսպեն որևէ, ասենք թե հարձակում Հնդկաստանի կողմից, այդ deterrence-ի հարցը լուծեցին պակիստանցիները չինացիների օգնությամբ, բայց դա չփոխեց այն հարցը, որ վերջին հաշվով օքեյ, բայց այնց բանակային իմաստով դա եթե բախման գա շատ դժվար ալնելու մեծ խնդիրը ստեղ Չինաստան եւ հողային խնդիր ունեն Հնդկաստանի հետ եւ առևտրական եւ ստրատեգիական տերիտորիալ, որովհետեւ Չինաստանը որպեսզի դուրս գա դեպի շուկաներ իր բոլոր առևտրական նավերը Հնդկական օվկիանոսով են անցնում, Չինաստանը փորձում է Շրի Լանկային իր քաշի իր տնտեսական, ասենք ցանցի մեջ եւ ընդհանրապես այս կղզիների հարցը եւ այլն, ասա Հնդկաստանը որպես սպառնալիք է նկատում, սա հեշտ գործ չի եւ դրա համար Միացյալ Նահանգները սա հասկանալով մինչեւ ավելի հեշտ էր այս բանը խաղ կատարել, առաջի բանը էր որ Հնդկաստանը իրանների թանկ ծախելով մտել էր BRICS-ի մեջ, նախ այդ BRICS-ի հարցը լուծեցին, հիմա նույնիսկ ռուսները ընդունեցին իրանց շոյերից մեկում երեք լսում է որ ասացին այս BRICS-ին չեղավ, որ ոչ ման չեղավ, կործանվեց, այսինքն այդ ամբողջ BRICS-ի բանը, որի վրա մեծ հույսեր ունեին, դրա մասին երկխոսացել եմ, արդյունքի չասա, բայց հետաքրքիր է, որ ռուսները սա ընդունեցին, այսինքն հասկանում եմ, որ դա տենց է, բայց քանի որ դա տենց է, դա ուժեղացրեց ամերիկյան, ասինքն ձեռքը, հա, խաղակարտերը եւ թույլատրեց Հնդկաստանին, դե ուր էս փախնելու, ձևեր անելու ռուսների Չինացիների գիրկը գնալու ես ինչ անես, այսինքն սա ամբողջ հասկանալ դարձավ, պարզավոր տես չէր։ Եվ ուրիշ բան էլ կա, այստեղ ինչքան Չինաստանը ուժեղանում, այնքան Հնդկաստանը հասկանում է, որ ինչ որ ռուսներից 70-ականների զարգացած զինատեսակների առնելով, այսինքն կամ 4-րդ պլյուս սերնդի օդանավներով դու չես կարող մրցել չինացիների հետ, որովհետև չինական այսօրվա օդանավներն էլ կործանիչները եւ այլն շատ ավելի մեծ տեմպերով են աճում, որովհետև լավ են գողանում Ամերիկայից եւ նաեւ իրենց առևտրական պոտենցիալի շնորհիվ իհարկե նորից Չինաստանը շատ խնդիրներ ունի եւ Հնդկաստանը բնակչությամբ ավելի մեծ է եւ այլն պոտենցիալ Հնդկաստանը շատ հզոր երկիր կարող լինի, եթե ինքը ճիշտ քայլեր անի, ճիշտ դիրքորոշում բռնի, ճիշտ զարգանա, anyway, sense ասենք։ Մի խոսքով այս հարաբերությունները Հնդկաստան-Միացյալ Նահանգներ, Հնդկաստան-Չինաստան, այս երեքը շատ բան են այսօր, ուրեմն Հնդկաստանը կարող է իրան միայն, այսպես ասեմ, դիրքավորի, որ ես կմիանամ, եթե ինձ համար շահավետ սարքես Միացյալ Նահանգները բոլորը, դե Միացյալ Նահանգները շահավետ սարքում է ինդուստրիալ
դա արդեն հասկացել տեղափոխում են շատ գործարաններ Չինաստանից Հնդկաստան եւ այլ, բայց դե հնդիկները ավելի դանդաղ են շարժվում։ Այնտեղ ուրիշ խնդիրներ կա, այսօր չեմ ուզում տրամադրեմ այս կարճ հաղորդումը դրան Հնդկաստանին, բայց նրանք շատ ուրիշ խնդիրներ ունեն։ Համենայն դեպս Ռուբիոյի ուրեմն այցը Հնդկաստան էդ էր, որ բարձի թե Չինաստանի հետ ոչ շատ հաջող հանդիպումից հետո ինչ կարելի է սպասել Հնդկաստանից։ Եվ դրա անալիզը դեռ պարզ չի կգա։ Իմ կարծիքով շատ լավ չի գնացել, ոնց որ արդեն ասեցի կամ հուշեցի։ Ամենայն դեպս այդ ճանապարհին եկավ ուրեմն Հայաստան։ Կարար չգար, նես չէր որ ոնց որ ասում են պետք է իրեն կանգնել այնտեղ ասենք բենզին վերցնել կամ ինչ որ բան ուրիշ ասենք թե pit stop են ասում անգլերենով, դրա համար չէր իհարկե եկել։ Դա պայմանավորված էր, ոչ պիտի այս բաներ չեն ստորագրում ճանապարհին հենց կանգնելով, բարձրավոր էս աշխատանքը բաղուց կատարվում էր։ Եվ արդեն հասունացել են եւ ուղղակի եկավ այդ ստորագրությունը դրեց ու գնաց։ Մի խոսքով դորից լավ լուր է, շատ լավ զարգացում է։ Ես հիմա անհապեր ուզում եմ տեսնեմ ռեակցիան ինչ կլինի Ռուսաստանից եւ Ադրբեջանից։ Հետաքրքիր կլինի, որ լեզուն հասկանում է, ես լսում եմ իրենց ռուսերեն հաղորդումները, նույնիսկ անգլերեն, բայց որ թուրքերենից լավա կամ ադրբեջաներենից ասեմ ավելի ճիշտ պետք է իրենց հետևել։ Համենայնիվ այսօր այսքանը ուրեմն սա առաջ կգցեմ, քան թե ավելի երկարը, որի մեջ ասում եմ, որ կտեսնենք Ռուբիոն ինչի համար է եկել կամ ինչ կստորագրե։ Այդ մասը ուրեմն համարեք, որ արդեն որոշ մեծ մասամբ տեսանք, հա։ Նորից այսօր այսքանը դեռևս մայիսի 26-ի մասն ենք խոսում։ Միջավայր հանդիպում Vivi Talks.